Բարև ձեզ։ Ինչպես եւ սպասում էր, եղանակների տաքանալուն զուգընթաց Հայաստանում ակտիվանում է ընդդիմությունը։ Այս պարագայում թերևս կարելի ասել ընդդիմության տարբեր թևերը, քանի որ նրանք մեղմ ասած այնքան էլ միասնական չեն, ավելի պարզ հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի ջրերը մի առվով չեն հոսում, նրանք միմյանց քննադատում են, մեղադրում են, նաեւ այն հարցում թե ով է վարչապետին բերել իշխանության եւ առանձին խոսում են նաեւ իշխանությունը փոխելու իրենց օրակարգի մասին։ Ժանրի կանոնների համաձայն եղանակների տաքանալու հետ առաջանում են նաեւ շարժումներ, որոնց օրակարգը դարձյալ նույնն է։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, բարև ձեզ։ Հարություն։ Ես մոռացա նշել, որ այս ընթացքում ակտիվացել են նաև Հայաստանի ընդդիմադիր տարբեր գործիչների այցելությունները Ռուսաստան, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, հանդիպումները եւ այլն։ Բայց սկսենք Հայաստանից, իմ նշած այդ բանավեճից, ձեր կարծիքով ով է բերել վարչապետին իշխանության եւ ինչպիսին է եղել այս երկու բանավիճող թիմերի մասնակցությունը, դերակատարությունը այս իշխանության, հեղափոխական իշխանության ձևավորման, նրանց իշխանության գալու գործում։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրականում իշխանության բերել է վարչապետին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Ժողովրդի ճնշման արդյունքում համընդհանուր համաժողովրդական մերժման արժանացած Սերժ Սարգսյանը ի վերջո հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ինքը սխալվեց, գրել է հրաժարականի տեքստը ու իշխանությունը, հանրապետական կուսակցությունը, այո, ժողովրդի ճնշման արդյունքում ընտրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ես պարոն Կիրակոսյան ձեզ հետ համաձայն չեմ, որ նրանց ջրերը նույն առվով չեն հոսում, խոսքը Քոչարյան Սարգսյան։ Ես նշեցի արտակուստ առերևույթ գուցե արտակուստ այդպիսի ինչ-որ բեմականացված քայլեր կան, բայց դա այդպես չի։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգը ինձ համար միշտ եղել են սիամական զույգեր, սիամական եղբայրներ եւ սիամական երկվորյակներ, ինչպես կուզեք անվանեք։ Ինչու՞։ Որովհետեւ պատմական առնվազն մի քանի դրվագ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կապում է իրար։ Հոկտեմբերի 27-ով կարող ենք սկսել, մարտի 1-ով այդ ամեն ինչն ավարտել։ Գյումրիով էլ կարանք դրա կուլմինացիան ապահովել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միութենական պետության մասին խոսակցություններն էլ սրա վառ վկայությունը։ Ձեր խոսքում նաև նշեցիք, որ նրանք այցելություններ են կատարում Ռուսաստանի դաշտում։ Ռուսաստանի դաշտություն դեռ կգանք, բայց իմ հարցին թե ինչ դերակատարություն են ունեցել հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը, թիմակիցները իշխանության ձևավորման հարցում 2018-ին եւ դրանից հետո դուք Սերժ Սարգսյանի թիմակիցների վկայակոչեցիք, որ նրանք ի վերջո հայտարարել են, հրաժարական, հետո հայտարարեցին, որ կապահովեն անհրաժեշտ ձայներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ։ Իսկ երկրորդ նախագահի մասով մի բան ասեմ եւ սահմանափակ։ Ոչ միայն երկրորդ նախագահի մնացած ընդդիմադիր ուժերի հիմա համագործակցում են, չգիտեմ, նույն թիմ համարել թե չհամարել։ Դե գիտեք, դաշնակցության մասին եկեք չխոսանք, որովհետեւ դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի հենց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ պորտֆելներ ստացավ։ Դաշնակցություն եւ ոչ միայն դաշնակցություն։ Այո, դաշնակցության մասին խոսակցություն չկա։ Ռոբերտ Քոչարյանի մասով մի օրինակ բերեմ։ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը 2018 թվականի համաժողովրդական բողոքի ակցիաներին մասնակցում էր։ Հիմա իրենք թող ասեն, ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը, երբ որ մասնակցում էր այդ ցույցերին, ինչ էր։ Կարող մտածում էր, որ պետքա ժողովուրդը Սերժին մերժելով Քոչարյանին բերի իշխանության։ Չէ, իհարկե։ Անիմաստ խոսակցությունն է իրականում ով է բերել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հանելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին բերել է եւ մենք նշեցինք, թե երկու թիմերը, նախկին նախագահների թիմերը ինչ դերակատարություն են ունեցել։ Հիմա ասում եք անիմաստ խոսակցություն է իսկապես, բայց այս վեճը ինչի մասին է։ Ինչ են ուզում ապացուցել մեկը մյուսին եւ հասարակությանը։ Մոլորեցնել, խաբել, բևեռացնել եւ ընդդիմադիր դաշտում ավելի ընդդիմադիրի դիրքեր է զբաղեցնել, ինչու ոչ մոսկովյան այցերի արդյունքում այդ տրամադրվող սև գումարների արչի չափաբաժինը իրենցով անել։ Իսկ կարծում եք առաջիկա, այսինքն մտածում եք, որ առաջիկա ընտրությունների համատեքստում է ամեն ինչ։ Իհարկե, հիմա դաշտը փորձում են կիսել, փորձում են
ամեն մեկը իր համախոհներին իր կողմը քաշել, փորձում են ավելի ինդիմադերի պատմուճանն ու այդ կոստյումը իրենք կրել, սա է։ Իսկ իրականում սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ոչ մի արտահայտության տեղի չի ունենում։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգը սիամական զույգեր եղել են եւ շարունակելու են լինել։ Գուբերնատորի աթոռի համար կարող են կռիվ տալ, իհարկե կարող են կռիվ տալ, ինչի մասին է խոսքը։ Իսկ համագործակցություն ընտրություններից առաջ միավորվել հավանական է թե տարբեր թիմերով են գնալու։ Կարծում եմ ուժերը կչափեն, սոցիոլոգիական հարցումներին իրենք ականջալուր կլինեն, մեծ հաշվով ոչինչ բացառել չի կարելի։ Երկրորդ նախագահը մոտավորապես այսպես ասաց, որ եթե ասեք բոլոր ընդդիմադիրները կան հավաքվեն եւ միասին մեկ միասնական թիմով գնանք, դա իհարկե հնարավոր չէ, բայց որոշակի կանոնների շուրջ կարելի է խոսել, պայմանավորվել Գյումրու օրինակով։ Ես իզուր չեմ դրա փոքր մոդելներ այսինքն։ Այո, խափեցին, բևեռացրեցին, ձայները կորզեցին, լավ տղա ու քաղքի տղա խաղացին, վերջնարդյունքում ինչ եղավ։ Միութենական պետության ջատագով կոմունիստ հավատացյալն եկավ իշխանության եւ խոսում էր արդեն ավելի մեծ մասշտաբով, համապետական մասշտաբով, այս նույն Գյումրու մոդելով փոփոխություններ։ Դե ասում է կարելի է գնալ ընտրությունների ամենապրագմատիկ տարբեր ֆորմատով, հա, միավորման կամ կոալիցիայի կամ դաշինքի ավելի ճիշտ։ Այդ պրագմատիկ դաշինքի մեջ հանրապետականները տեղ կունենան, թե Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։ Ես չեմ կարծում, որ նրանք Ռոբերտ Քոչարյանը ի վերջո նաև շատ եսասեր քաղաքական գործիչ է։ Ինքը իր անձը, իր եսը ավելի բարձր է դասում եւ դժվար թե հանրապետականների հետ նույն ճամբարով գնա։ Ռոբերտ Քոչարյանը կպատրաստի իր որդուն հաջորդ ընտրությունների համար, կներգրավի նոր դեմքեր, պուպուշ դեմքեր, հանրությանը քիչ հայտնի Գուցե քաղաքական process-ներից ինքը ետ քաշվի եւ իր որդուն ավելի շատ առաջ տանի այդ պուպուշ դեմքերի հետ միասին, որպեսզի հանրությանը մոլորեցնի, մեծ հաշվով ժողովուրդ ջան ինչ ենք ընկել մուտսենյակում սև կատուն ման գալիս էլի, նույնն են, ինչ տարբերություն։ Ես անգամ այս խոսակցության մեջ չեմ ուզում մտնել, հա, գզվրտվում են, թող գզվրտվեն։ Գուբերնատորի աթոռի համար կռիվ են տալիս, թող տան։ Գուբերնիա չեն ստանալու 1 Հայաստանը միութենական պետության մաս չեն դարձնելու 2, ինչպես մերժված եղել է, շարունակելու են այդպես մերժված էլ մնալ։ Եթե իրենց թվում է, որ 2021 թվականի օրինակով հանրությանը պետքա մոլորեցնեն, հույզերի, էմոցիաների վրա խաղալով գան ու նորից խորհրդարանում քաղաքացիական պայմանագրի մոտ ընդդիմություն աշխատեն աշխատավարձով, չարաչար սխալվում են։ Ես գոնե թե ապավինում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների adekvatության վրա, ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հաշվի առնելով 21 թվականից մինչև այս պահը իրենց անպտուղ գործունեությունը, իրենց պատմության աղբանոցը կուղարկեն քաղաքական առումով։ Քաղաքական ուժերից բացի ես նշեցի, որ ամեն տարի մի շարժում է ստեղծվում, հա, տարբեր անվանումներով, Զարթնի լավից մինչև Արթունենք, հիմա նշածս անվանումով շարժում եւ նախաձեռնում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ինչ հաշվարկով ձեզ հարցնեմ։ Այստեղ էլ Սերժ Սարգսյանական, մերձ Սերժ Սարգսյանական ուժերը, դեմքերը փորձում են պատին դեմ տալ Քոչարյանական շրջանակին, ասում են եկեք։ Այսինքն դա իշխանությանը վարչապետին իմպիչմենտ հայտնելու մասին չի։ Ինչ իմպիչմենտ, ուր այդ հիմքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որտեղ են, իմպիչմենտը առանց փողոցային շարժման, առանց փողոցային ճնշման ոնց են պատկերացնում։ Հերիքա էլի հեքիաթներ պատմեն։ Սերժ Սարգսյանական նամակներով դիմել են բոլոր падգամավորներին, որ ամեն падգամավորը ես էլ առանձին նամակներով, առանձին պահանջներով կարող եմ բոլոր падգամավորներին դիմել, հետո լրջություն չկա դրա մեջ, պարոն Կիրակոսյան, ինչ իմպիչմենտի մասին է խոսքը։ Վերջին հնարավորությունը բաց կթողեն, դե լաուին զարթնացրել են, հիմա էլ լաուն ասում արթուն են, փորձում են տակ պահել, որպեսզի 2026 թվականի ընտրությունների ժամանակ այդ ավելի ընդդիմադիրի դիրքը իրենք զբաղեցնեն։ Տեսեք հիմա իմպիչմենտի գործընթացը մեկնարկել են, այսինքն փորձում են խմորումներ գեներացնել այդ ուղղությամբ,
Վայն եկել տարել է Քոչարյանական շրջանակից մի падգամավորի, եթե հանկարծ դրա տակ չստորագրի։ Սերժ Սարգսյանական խմբակը կսկսի մեղադրել այդ падգամավորին, այդ ֆրակցիային, որ դուք տապալում եք, դուք ավելի ինդիմադիր չեք, դուք Նիկոլի մոտ աշխատող ընդդիմություն եք, եւ այսպես շարունակ։ Դրանից իրողությունը չի փոխվում։ Բայց դրանից ինչ որ ասում եք, նկրտումները մեծ ավելի համապետական մասշտաբով չեն փոխվում։ Այս մարդկանց Լուբյանկայի նկուղից հրանգայի չեցված ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն։ Հայաստանի Հանրապետությունը դարձնել գուբերնիա։ Այդ ճանապարհին ով լավ տղա կխաղա, ով կմտնի գաղութ, լավ տղա կմտնի, վատ տղա դուրս կգա իրենց խոսույթով, իրենց լեքսիկոնով, ով Հայաստանի Հանրապետության ուղղությամբ այսպես քարեր կնետի, իդեմս Ռոբերտ Քոչարյանի, այդքան էլ կարևոր չի։ Այդ գործիքակազմը, որ ամեն մեկը իր հնարավորությունների եւ խելքի չափով փորձում է օգտագործել։ Այդ որ ասում եք թե վայ եկել տարել է, եթե այս քևից որևէ մեկը չստորագրի եւ այլն, բայց արձագանքներից արդեն կարելի է հետեւություն անել, բխեցնել, որ այդ միասնականությունը, այսինքն մի կողմը նախաձեռնում են, մյուս կողմը ստորագրի, դա էլ չի լինելու։ Այն մյուս կողմից այսպիսի արձագանքներ կան, որ այդ impeachment-ի գործընթացը, այո, իհարկե գործիք է, բայց դա ինքնանպատակ չէ, դա հաջողության հասնելու համար է եւ մենք կարող ենք խոսել այդ մասին, եթե նախաձեռնող կողմը մի 10-15 քպականի ստորագրություն բերի կամ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր, չգիտեմ, մի հազարավոր մարդկանց կարողանա գերներացնել փողոցում եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է, չէ՞, որ ոչ քաղաքպայմանագրի падգամավորների ստորագրություն կլինի, մարդկանց փողոց անելն էլ չգիտեմ, ոչ էլ առավել եւ ես խորհուրդ կտամ այդ impeachment-ի գործընթաց խմորողներին փնտրել եւ գտնել Իշխան Զաքարյանին։ Որ ինչ լինի։ Չգիտեմ, ինքը բավականին երկար ժամանակ է տեսադաշտում չի։ Իշխան Զաքարյանի ստորագրությունը երբ որ առաջինը ցույց տան, թող մնացածի ստորագրություններն էլ մի անգամ կարծեմ այդպեսի խոսակցություն եղավ, հա։ Հա, ինքնասառեցված տերտերը երբ որ դուրս էր եկել փողոցային պայքարի, ինքն էր ման գալիս Իշխան Զաքարյանին ու այդ ժամանակվանից կարծես թե Իշխան Զաքարյանը չկա։ Քանի որ իրենք մերձ Սերժ Սարգսյանական խմբակի ներկայացուցիչներ են, թող գտնեն Իշխան Զաքարյանին, այնուհետև մնացածի ստորագրությունները պահանջեն։ Դե գիտեք, ամեն խեղկատակություն չի, էլի, որ պետք է ուշադրություն դարձնենք ու մեկնաբանենք, ձեռնարկել են։ Դե հիմա Հայաստանի ընդդիմություն է, ով ասես, որ Հայաստանի ընդդիմություն։ Իսկ ով ասես, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը սակարկողներն են։ Այստեղ է խնդիրը, այստեղ է որ ես խնդիր ունեմ ու ասում եմ օրվա իշխանությունները իրենց տեղում չեն առնվազն կամ իրավապահ համակարգը չի պատկերացնում ինչ է իր շուրջ տեղի ունենում։ Դե իրավապահ համակարգին այսօր քննադատություններ եղան կապված նոր-նորքի թաղապետարանում տեղի ունեցած։ Այո, ես էլ եմ հիմա ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Դե տեսեք, այսպես ասեմ։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մենք սկսեցինք ընդդիմության ակտիվացումից, հա, երկրորդ, երրորդ նախագահների թիմեր, շարժում եւ այլն եւ թեմայից դուրս կարծես է խոսակցությունը բերես դեպի թաղապետարան, միջադեպի մասին խոսենք եւ անցնենք առաջ։ Նախ սկսենք նրանից, որ եթե մարդիկ կան, իսկ այդպիսիք կան Հայաստանի Հանրապետությունում, որ իրենց թվում է Չինական Վարդան Ղուկասյանի, նույն ինքը Դոգի կարգավիճակում կարող են այստեղ հանդես գալ, ներխուժել մարդկանց անձնական կյանք, ընտանիքներ, կանանց եւ երեխաների լուսանկարներ հրապարակեն, պիտակավորեն, ուրեմն իրանց գլուխը պատին են տվել։ Իրավապահ համակարգից ենք խոսում, գիտեք, իրավապահ համակարգը միայն արձագանքող պիտի չլինի, հա։ Չպիտի ծեծ ուտեն դրանք իրենց արարքների համար, արժեքներ ոտնահարելու համար, ընտանիքներ խուժելու համար, նոր իրավապահ համակարգը ներկայանա եւ ցույց տա, որ ինքը կա։ Իրավապահ համակարգը առաջին հերթին պետք է կանխարգելող դեր ստանձնի։ Նախապես, երբ որ այդ մարդիկ այդպիսի գործողություններ են իրականացնում, իրավապահ համակարգը պետք է արձագանքի, պետք է կանխարգելի։ Հակառակ պարագայում, դե գիտեք, կզբաղվենք դրանցով, թող դրանք իրենց դուն չվերցնեն, գնան իրավապահ համակարգի մոտ, որպեսզի
իրենց փրկությունը իրավապահ համակարգի հովանոցի տակ գտնեն։ Բնավ չեմ արդարացնում բռնությունը։ Ես սպասում եի ավարտեք դրանք, այո, իհարկե իրավապահ համակարգ, նաև կանխարգելիչ գործողություններ եւ այլն, բայց բռնությունը արդարացնելը այլ բան է։ Պարոն Կիրակոսյան, մենք մի երկրում ենք ապրում, ներողություն էլի, բոլորս էլ տղամարդ ենք, բոլորս էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հայ մարդ ենք, իսկ ով է թույլ տվել իրանց մարդկանց ընտանիքներ ներխուժել։ Քաղաքական առումով ինչքան ուզում եք քննադատեք։ Եկեք վարչապետի ասած, այս պատից այն պատին ծեփենք, այն պատից այն պատին ծեփենք ձեզ, վերջում էլ տանք պոլին, ոնց որ վարչապետ Փաշինյանն է ասում։ Քաղաքական առումով ինչքան կուզեք, բայց երբ որ դուք այդ սահմանները ու այդ գծերը անցնում եք կարմիր գծերը, բարի եղեք պատասխանը տալ։ Կլինի ձեր Բաքվում, կլինի ձեր Պադյեզդում, կլինի Թաղապետարանում, որտեղ ճակատ մենք իրար տեսանք, դուք փոշմանելու եք դրա համար։ Ու սա իրավապահ համակարգի բացթողման արդյունքն է։ Բռնությունը չենք արդարացնում։ Բռնությունը որևէ դեպքում չենք արդարացնում ու ինչի է բանը հասնում բռնության, որովհետև իրավապահ համակարգը ավանակի ականջում քնած է ներողություն։ Երբ որ մարդիկ ներխուժում են մարդկանց անձնական կյանք, հայոյանքներ են տեղում, ուր է իրավապահ համակարգը։ Մեկը չի հարցնում, բայց իրավապահ համակարգ որտեղ է։ Այս դեպքում անձնական կյանք, հայոյանքներ այլ նման բաներ են եղել։ Իհարկե եղել են անձնական կյանքի այն երիտասարդը, որ այսօր մի քանի դաստիարակչական ապտակ է ստացել իրականում, որովհետև իրավապահ համակարգը նրա ականջից թղթով չի բռնել ասել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Դու ով ես որ այստեղ քեզ այդպես պահես։ Քո Facebook-յան էջում կոռուպցիայի մասին ես խոսում, շատ լավ, ես էլ եմ կոռուպցիայի հետ անհաշտ։ Կոռուպցիան իմ համար թշնամի է այս երկրում։ Ախտա, մետաստազա, ոնց կուզեք անվանեք։ Շատ հարցերում Չախոյան Արտուրի հետ ես էլ եմ համաձայն։ Շատ հարցերում առանձին դեպքերում նրա կողքն էլ կկանգնեմ իր առողջ քննադատության համար, բայց պոտենցիալ կոռուպցիոների նկարը Facebook-յան նկարը, երբ որ ունի ինքը առանձին նկար, փոխանակ առանձին նկարը հրապարակես եւ կոնկրետ կոռուպցիոն դեպքի մասին խոսես, վերցնում մարդու երեխաների եւ կնոջ հետ նկար ես հրապարակում։ Ու քո լեկտի այդ շրջապատը, հետևորդները սկսում են ծավալվել մեկնաբանությունների դաշտում։ Չէ, ներողություն էլի, եկեք մի հատ հասկանանք, որ բանով է, որ ենթամշակույթով կամ մշակույթով է դա ճիշտ։ Որ փողոցով է դա ճիշտ, չգիտեմ, ոստիկանների պատկերացրածով է դա ճիշտ, քաղաքական գործիչների պատկերացրածով է ճիշտ, որով է դա ճիշտ։ Ու դες մտածում եմ, որ հայտնի բլոգերի օրինակով խոսքը Վարդան Ղուկասյան դոգին է վերաբերում, հայոյանքով, մարդկանց ընտանիքներ ներխուժելով, պիտակավորելով, հնարավորություն կունենան քաղաքական պրոցեսների մասնակցել, նրանցից մեկն էլ անունը չեմ հնչեցնում, որ շատ ստիպի կհնչեցնեմ, հայտարարում է, որ ինքը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին ու իր համար բարիերներ չկան։ Չգիտեմ, ձեր խելքի այդ ընկերությունը անում եք։ Մենք էլ ենք պատրաստվում 26 թվականի ընտրություններին, ինչ անենք։ Մտնենք ձեր ընտանիքներ։ Բնավ չէ, մենք այդ մակարդակին չենք իջնի։ Իհարկե, ընտանիքներ։ Եվ բռնություն, իհարկե, որպեսզի բանը բռնության չհասնի, օգտվելով առիթից դիմում եմ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։ Կանխարգելեք։ Չկանխարգելելը բերում հասցնում է սրան, ու որևէ մեկն էլ չի խուսափում դրանից։ Որ մեկը կփորձի քիթը խոթել մարդկանց ընտանիք, արժանապատվությունը ոտնահարել, վիրավորել, հայհոյել, то իրա Պադյեզդում ծեծել կուտի, ծեծից հետո անձամբ ես եթե լինեմ, իսկ ես դժվար թե լինեմ, բայց անգամ եթե ես լինեմ, անձամբ կզանգարեմ ոստիկանություն, կասեմ եկեք զբաղվեք ինձանով։ Սա է, եթե մարդկանց դուր է գալի, որ իրանց քաղաքական հայացքների համար իրանց ծնող են հայոյում, իրանց երեխա են հայոյում, ու իրանք այդ ամեն ինչը կուլ են տալի, մեզ էլ մեր եվրոպական դեմքին ու եվրոպական արժեհամակարգին ու ձգտումներին իրանք խափնվում են, թող չխափնվեն։ Թող չխափնվեն։ Լավ, ուրեմն բռնություն չենք արդարացնում, դատապարտում ենք նաև մարդկանց անձնական կյանք, ընտանիք մտնելը եւ այլն եւ այլն։ Անցնենք առաջ, էլի վերադառնանք ավելի քաղաքական, հա, դաշտ։
ներքաղաքական զարգացումներին։ Վերջին շրջանում նկատում եք, որ տարբեր գործիչների այցելությունները Մոսկվա ակտիվացել են, դուք սկսեցիք խոսել, ես ընդհատեցի։ Այո, իհարկե, դե բնական է, 2026-ին ենք մոտենում։ Իսկ այս ակտիվացման մեջ Հյուսիսային հետ կա։ Իհարկե կա, մարդիկ միութենական պետություն են փափագում, բերում 102-րդ բազայի կանաչ շորերով զինվորականներ են նստեցնում, հյուպատոսի դեմ էսպես են անում, խաչակնքվում եւ կոմունիզմ քարոզում կամ կոմունիստների ցուցակով առաջադրվում, բա իհարկե կա։ Ինչի որ Ռուսաստանի Դաշնությունը Մոլդովայի օրինակով փորձելու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի մեջ իր քիթը խոթել Ռուսաստանի Դաշնությունը։ Սև գումարներ, սև փողեր ներդնել ընտրություններին, էս էլ է նորմալ։ Ուղղակի սրա մասին պետք է խոսել, հանրությանը իրազեկել։ Ինչի բան է, Եդինայա Ռոսիայի Պուտինի կուսակցության քույր կուսակցություն հանդիսացող հանրապետականը, որ այնտեղ է զարմանում եք։ Թե բանա, մարդկանց թվում է, որ հանրապետականը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության ջատագովներ եւ մարտիկներ են։ Ցեղասպանությունն էլ չուրացողներն են, էլի ապրիլի 24-ին Ծիծեռնակա Աբդուլլա Գյուլիայցի ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսեր անջատողը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործուն ջանքերի արդյունքում ֆուտբոլի հավաքականի գերբի վրայից Արարատ լեռ հանողները այսօր խոսում են ցեղասպանությունից ուրանալուց շուրանալուց։ Հայաստանի Հանրապետությունը մի գիշերվա մեջ մաքսային միություն քաշ տվողները խոսում են Հայաստանի Հանրապետության անկախությունից։ Այն գուբերնատորի պոտենցիալ տեխնացու Ռոբերտ Քոչարյանի մասին ընդհանրապես չեմ խոսում, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ կասկածի տակ դրել, սակարկման առարկա դարձրել, մեղրին խուրդա էր դարձրել, գույք պարտքի դիմաց ռուսների տակ էս պետության հարստությունն ու ունեցվածքներ դրել։ Դրա մասին ընդհանրապես ասում եք ցեղասպանություն։ Այսօր էլ կանգնել է հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ հայերն են հրահրել 2020 թվականի պատերազմը։ Ներողություն, Տեր-Պետրոսյանը հասկացանք, որ բացահայտեց ալբանացու ցակումնաբանությունը, բայց այս կարգի հայտարարությունները ի վերջո էլի գալիս եմ իրավապահ համակարգին։ Պետք է ստանան արձագանք, թե չստանան։ Ախր Հայաստանի Հանրապետության ոչ բարով երկրորդ նախագահը կանգնում հայտարարում է իլուր աշխարհի։ Մեկ Ալիևն այդպիսի հայտարարություն արել միջև այսօր, որ պատերազմը 20 թվականի հայերն ու Հայաստանի Հանրապետությունն է հրահրել, մեկ էլ երկրորդը կա, դա Հայաստանի Հանրապետության ոչ բարով երկրորդ նախագահն է։ Սրան պիտի լինի գնահատական ի վերջո։ Սա օգտագործվի իհարկե օգտագործվելու է, բայց այդ հայտարարությունը աշխարհում երկու մարդ է արել։ Իլհամ Ալիև եւ Ռոբերտ Քոչարյան։ Երկուսն էլ իդեպ երկրորդ, երրորդ դեմքով էին խոսում մեր մասին։ Հայաստանը եւ հայերը։ Ինքը որ ազգի ներկայացուցիչ չէ, չէ հասկանում, էլի։ Բայց Մոսկվյան այցի մասին որ խոսեցիք, հիմա ճիշտ է, մամուլը գրեց, դա երկրորդ նախագահի գրասենյակը կամ թիմակիցները ոչ հաստատում են, ոչ հերքում են, որ Մոսկվա այցելություն է տեղի ունեցել, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպում է տեղի ունեցել, չեն մեկնաբանում, չեն հերքում, չեն հաստատում, երևի մտածում են, այսպես խորհրդա բազմա խո, այսպես լռությունը ավելի խոսուն է, քան ինչ մի դարակազմիկ հանդիպում է, որ մի հատ էլ մեկնաբանեն կամ չմեկնաբանեն։ Մեծ հաշվով ես թքած ունեմ, գնացել հանդիպելա, թե չի հանդիպել։ Կհանդիպի ուղիղ կշփվի։ Չի հանդիպի, Պարոն Կիրակոսյան, խնամիների միջոցով առնվազն կշփվի։ Հստակ տեղեկություն որ չկա, մամուլը սկսում է զարգացնել թեման, հանդիպում է եղել։ Ընդհանրապես հայաստանյան մամուլը, որ հանդիպում է եղել, որ չգիտեմ Հայաստանի հարցերով զբաղվող այդ կոորդինատորի փոփոխությունը, համակարգողի փոփոխություն է եղել, որ Մոսկվան սկսել է ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով, որ առաջիկայում եւ այլն եւ այլն եւ այլն։ Նորմալ է։ Եթե կամ գնացել հանդիպելա կամ չի հանդիպել, թքած ունեմ հանդիպելա ինչա քննարկել, այդ քննարկումների արդյունքում ինքը այստեղ ինչ process-ներ գեներացնել։ Իսկ ես ինչպես մերժել եմ իմ ողջ գիտակից կյանքում Քոչարյան-Սարգսյան զույգին եւ նրանց կառավարման այդ ողջ ապարատը իր ապարատային առնետների հետ միասին շարունակելու եմ մերժել։
Էս թող իրենց ականջինով անեն, ու էս ճանապարհով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացիա գնան։ Ինքը կեթա Պուտինին կտենա, Պուտինը կգա ստեղ իրան կտենա։ Իսկ մյուս այցելությունը հանրապետական գործիչները, որ այցելեցին էլի Ռուսաստանի կառավարողը, չէ, ինչի խոսել են արցախցիների ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, էթնիկ զտումների, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման եւ այլն եւ այլն։ Բաուր էին։ Այսինքն ինչ? Բաուր էին իրանք միջև Արցախի Ռուսաստանը։ Չէ, գործիչները։ Բաուր էին, ինչի մի երկու հատ զանգ չարեցին, ինչի մի երկու հատ հանդիպում չարեցին, Եդինայա Ռոսիային չդիմեցին, երբ որ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ էր, երբ որ Լեռնային Ղարաբաղում վերևնաստված ներքև Վլադիմիր Պուտին սկզբունքներ գործում, երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սովիեր մատնված, երբ որ Լեռնային Ղարաբաղում իշխանություն փոխեցին, երբ որ Լեռնային Ղարաբաղը լուծարեցին, մի քիչ էլ հետ գանք, երբ որ Լեռնային Ղարաբաղը տարիներ շարունակ չճանաչեցին, Հայաստանին չմիացրեցին, 7 շրջանը ճանաչեցին ադրբեջանական, բայց Ջաբրայիլը դարձրին ջրական, ներսում հող հանձնողին հանձնին հողին, ուր էին իրանք։ Էս ինչա, post factum, գիտեք, այնքան բան կարանք անենք, այնքան բան անենք, պոպուլիզմը սահմաններ չի ճանաչում, այնքան պոպուլիստական հայտարարություններ անենք, այնքան հեշտ է այդ դիրքում նստել ու հայտարարություններ անելը, հետո վերջը։ Նոր պատերազմ ենք ուզում, նոր կորուստներ ենք ուզում, արյուն ենք ուզում, տառապանք ենք ուզում այս ժողովրդին պատճառել, ինչ ենք ուզում, եկեք հասկանանք։ Այդ ճանապարհին պոպուլիզմը կարող է լինի օգնական մեզ բոլորիս։ Եկեք ворթեգրենք պոպուլիզմը, դարձնենք մեր առաջնահերթություն ու գնանք առաջ։ Իրավունքներից կխոսենք, վերադարձից կխոսենք, Արևմտյան Հայաստանից կխոսենք, ծովից ծով Հայաստանից կխոսենք, հետո արդյունքը։ Թվարկում էիք, թե որտեղ էին երբ երբ Արցախում իշխանությունները փոխվում, հիշեցի էլի մամուլում տեղեկություն ընկավ աչքովս, որ հիմա Հայաստան տեղափոխված արցախահայերը, արցախցիները մտադիր են կարծես թե Շահրամանյանին փոխել մեկ այլ անձով եւ սահմանադրություն են փոխում, որ խորհրդարանով падգամավորներով, այսինքն Հայաստանում մի խումբ մարդիկ որոշում են նախագահ ընտրել, պետական ապարատ ստեղծել, այն պարագայում, երբ որ Արցախ չկա, այս պահին Կես կատակ, կես լուրջ մի հարց տամ, էլի, կարող է Ստեփանակերտի քաղաքապետ էլ ընտրեն եւ Հայաստանի Հանրապետության մի հատ անկյուն մինի Ստեփանակերտ հրճակեն։ Ասենք ինչի մասին է խոսքը։ Նախագահի գործառույթը ո՞րն է։ Պատգամավորի գործառույթը ո՞րն է։ Այդ մարդկանց կյանքը ավելի հեշտ դարձնել եւ կառավարելի դարձնելը։ Ինչով են զբաղված իրանք։ 40+10 պետությունը դիտարկում է վերանայելու արժանավորներին եւ իրականում կարիքավորներին դա հատկացնելու մասին։ Հայաստանի Հանրապետությունն է իրանց այդ խնդիրները լուծում։ Դուք ինչով եք զբաղվել, ինչով են զբաղվելու այդ կամ պետության մեջ պետություն ունենալու այդ նկարտումները ինչի մասին է։ Պետության մեջ պետություն ունենալը կամ պետության մեջ պետական մարմիններ ունենալը ո՞րն է։ Ինչ ազգային ժողով, ինչ նախագահ, ինչ ընտրություն։ Ոնց են այդ անհասկանալի իրավիճակներ են, էլի, ասենք impeachment, երբ որ հասկանալի է, հաշվարկները չկան, ինչ նպատակ ունի այդ վեճը, ով բերեց իշխանության եւ այլն։ Այդ impeachment-ին թույլ տվեք մի հատ արձագանքեմ, էլի։ Եթե այդ impeachment-ի մեջ ներգրավված է Կոմս Ղազարյանը, օրինակ, Էդգար Ղազարյան հայտնի խեղկատակի մասին։ Եկեք չվիրավորենք ոչ մեկին։ Դե ներողություն, եթե մարդիկ իրենց թույլ են տալիս վիրավորելու, պատասխանը ստանալու են շատ ավելի կոշտ ու ես մեր տաղավարում ոչ մեկի չի։ Հուսով եմ ձեր տաղավարում նրանք չեն հայտնվի, բայց եթե այդ քաղաքական առումով, քաղաքական խեղկատակներն են ներգրաված այդ process-ին, դե բնական է պետք է անլուրջ դիտարկել, անլուրջ։ Լավ, հիմա եղանակները տաքանում են, սպասվում է, որ փողոցային պայքար կենեռացնելու հեռանկար կարող է լինել եւ Հայաստան տեղափոխված արցախցիներին էլ պետք է էլի մամուլում տեղեկություններ կան, որ կարծես այսպես պատրաստ լինելու հրահանգ է տրված եւ այլն, առաջիկայում ինչ սպասել, սա եւ ավարտենք։ Ես կարծում եմ Արցախի մեր քույրերն ու եղբայրները իրականում տուժված, տնից տեղից զրկված, կյանքից դաժան հարվածներ ստացած մեր հայրենակիցները բավականին adekvat են, սա վկայում է նաև Ազատության հրապարակի սակավամարտ լինելը, ուստի ողջունում եմ նրանց այդ առողջ դիրքորոշումն ու կեցվածքը,
Արցախցիների մեջ կան ռազմաքաղաքական էլիտայի, ճակերտներում այդ ռազմաքաղաքականը էլիտայի ներկայացուցիչներ, որոնք նույնն է թե Քոչարյանասերժական կառավարման համակարգի սպասարկուներ են, Ռուսաստանի Դաշնության վերևն աստված Վլադիմիր Պուտինն ներքևը սկզբունքի կրողներ են, նրանք գուցե, բայց Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները շատ ադեկվատ են։ Պետք չի եւ նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց սոցիալական խնդիրները, այս խմբակները, այս խմբավորումները փորձում են դրոշակ դարձնել սոցիալական խնդիրների սոուսի տակ Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության տակ ռումբեր են տեղադրում, փառք ու պատիվ իրենց, որ սա գիտակցում են։ Սրա մասին է խոսում նաեւ Արցախի մեր հայրենակիցների հայտնի այցելությունը իրենց ներկայացուցչական մարմին, որտեղ նստում է Սամվել Շահրամանյանը, ադեկվատ մարդիկ հարց են բարձրացնում, ինչ կոռուպցիայի դեմ պայքար հայտնի կոռուպցիոներների հետ։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին էլ պետք չի բոլորին մի կաթսայի մեջ դնել, որովհետև այնտեղ կան շատ ադեկվատ, իրականում կյանքից էլի եմ կրկնում դաժան հարվածներ ստացած, օգնության կարիք ունեցող, կարեկցանքի կարիք ունեցող մարդիկ, ովքեր որ ունեն մեր գլխի վրա տեղ, ովքեր մեկ գիշեր Հայաստանի Հանրապետությունում դրսում չեն գիշերել եւ ամեն ինչ պետք է անենք, որ այդ մարդիկ դրսում չգիշերեն, սոցիալական խնդիրները նրանց չսրվի, ընդհակառակը մեղմվի, ով ունի դրա կարիքը ստանա, իսկ ով չունի դրա կարիքը ուղղակի գնա եւ ինտեգրվի Հայաստանի Հանրապետության կյանքին, արցախցիներին միշտ են նրանք փորձել, ինչ էին անում։ Ինչի գնացին Լեռնային Ղարաբաղը լուծարեցին, ինչի այնտեղ իշխանություն փոխեցին, ինչի Աղդամի ճանապարհի վրա բետոնե արգելապատնեշներ դրեցին, ինչին վերևն աստված ներքևը Վլադիմիր Պուտին միայն տեսնում, որ Հայաստանի Հանրապետությունում արցախցիներին օգտագործեն Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի դեմ, եթե կուզեք։ Փառք ու պատիվ մեր Արցախի քույրերին ու եղբայրներին, ովքեր այս օրակարգը չեն սպասարկում եւ վստահաբար չեն էլ սպասարկելու։ Այլ շրջանակներ եւս կան, զոհվածի ծնողներն էին այդ շրջանակը, պատերազմով անցած տղաներն էին, բոլորին նրանք օգտագործում են, ինչքան նուրբ լարեր կա, սկսում են այդ նուրբ լարերի վրա աշխատել։ Քաղաքական, քաղաքագիտական մտքի սնանկության մասին խոսք չկա, որ տեսնում են քաղաքական ու քաղաքագիտական բանավեճերի ժամանակ իրենք մինուս անվերջություն են, արդեն սկսում են անցնել հայոյանքին, վիրավորանքին։ Ինչի, ես իզուր այդ համեմատականը չտարա չինական Վարդան Ղուկասյանին, որովհետև տեսել են, որ մի հոգի Միացյալ Նահանգներում նստած էկրանից այն կողմ հայոյելով էլեկտորատ է կարողանում այստեղ ձևավորել ու իրանք կարծում են Հայաստանի Հանրապետության ներսում այդ նույն գործիքակազմի կիրառմամբ մենք թույլ ենք տալու, որ այստեղ իրանք էլեկտորատ ձևավորեն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրա սպասարկողն է լինելու, գլուխները պատին եք տվի, ասում եմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News եթերում, ես զրուցում եի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, կհանդիպենք։